ոնց որ միշտ այնց էլ այս տուրնիրին, մրցաշարին Վիստա ակումբի հետ որ բարեկամական հարաբերություններ էինք ստեղծել, նույն ձևի հրավեր ստացանք մասնակցելու 14 թվականին ծնված երեխաներով այդ կապը կար, արդեն որոշել էինք գնանք մեր ակումբի ու ծնողների միջոցներով կազմակերպեցինք ու գնացինք մասնակցելու 7 օր մնացինք, 2 օր շուտ էին գնացել, մի օր ուշ եկանք էլի փորձը ցույց էր տվել, երբ որ դու գնում ես ու հաջորդ օրը խաղ ես լինում, արդեն միշտ պարտություն ա ել մեր համար դրա փորձը արդեն շատ ունենք, մի օր շուտ էին գնացել ու ընկերական հանդիպումներ էինք կազմակերպել, որ համ օդին հարմարվենք, համ դաշտին, համ էլ մի երկու խաղ երեխեք իրար հետ խաղային, զգային ու ավելի վստահ լինեին ու ստացվավ առաջի ընկերական հանդիպումը հենց Վիստա ակումբի հետ էինք, խաղը ավարտվեց ոչ ոքի, առաջի օրն էր, հաջորդ օրը խաղացինք Ֆենիքս ակումբի հետ, Ֆենիքսին հաղթեցինք ու հաջորդ օրը արդեն մրցաշարն էր, նես չէ որ մրցակիցը ուժեղ էր, մեր թիմի համեմատ խաղը ավարտվեց 4-2, այդ 4-2-ից երևաց, որ հələ թիմը վստահ չի, բայց հաջորդ օրը արդեն 2 խաղ ունեինք, 2 խաղն էլ առաջի խաղը 10-0, երկրորդ խաղը 6-1, մենք ու Վիստան հավասար միավորներ էինք ու բոլորը ասում էին ֆինալի խաղն, հələ մենք խաղեր ունենք դեմներս, բայց արդեն իրանք մեր խաղից տեսել են, որ մենք շատ ուժեղ ենք, ավելի պատրաստ ենք այս մրցաշարին, դրա համար ասում էին չեմպիոնական խաղ, ով հաղթեց, ինքն էլ լինելու է չեմպիոնը ու տենց էլ եղավ, հենց առաջին րոպեներից երեխեքը ավելի լավ էին գլորում, 40 վայրկյան հետո առաջի գոլը որ խփեցինք, վար համակարգով նայեցին, մրցավարը որոշեց, որ խաղից դուրս է, բայց այնքան էլ խաղից դուրս չէր, հետո մենք խաղը նայել ենք, կազմակերպիչի հետ քննարկել ենք, որ ուտեղ խաղից դուրս չկար, անկախ ամեն ինչից։ Отметим, что он в составе, и так матч стартовал, и сразу же с атак Давташена. Засекаем время игры и будем смотреть за этим матчем сразу. Опаснейшая атака и гол! И гол! Артур Мартиросян открывает счет, но будет просмотр ВАР. И сразу же буквально на первой минуте вот такой гол, плюс просмотр ВАР. Очень все серьезно, нужно не ошибиться арбитру. Офсайд! И все-таки офсайд. Вот поэтому есть система ВАР. Պենալ եղավ, էլի մեր դարպասապահը իրան դրսևորեց, պենալը բռնեց, տեղերքին ավելի ոգևորեց այդ ամեն ինչը։ Великолепный шанс открыть счет, разбегается Рожков, бьет, и Варданян тащит, ой-ой-ой-ой-ой. Երկրորդ խաղակեսին արդեն տեղերքին ասացի մենք պիտի իրավնի գոլեր խփենք, որ խաղը կրենք, որովհետև համ իրանց դաշտում է, համ ասենք պիտի նենց լինի, որ մենք վստահ հաղթանակ տանենք, էլի, ու ես գիտեմ, որ դուք կարաք, ու ամենակարևորը մտանք խաղի մեջ, տեղերքը սկսեցին Էդգարը Մանուկյան գնդակը խլեց ու գոլ խփեց, ու երևի 2-3 րոպե հետո աուտ էր, աուտը խաղարկելու ժամանակ շատ արագ Աշոտը Պետրոսյան շատ արագ գոլ խփեց, շատ սիրուն գոլ խփեց ու հաղթեցինք վստահ հաղթանակ 2-0 արդեն չեմպիոն։ Итак, Исмаилов головой, ой-ой, какая ошибка, и гол! Нужно что-то менять в игре. Виста. Удар и... Ой-ой-ой-ой-ой-ой-ой-ой-ой. Բոլոր ռուսները, հայ համայնքը ծաղիկել էին բալետանուր ու Դավթաշեն էին բալետանում, կայքերով գցել էին, որ Դավթաշեն Երևանը Հայաստանից եկել է խաղալու է, բոլորը պիտի գային նայեն, հայ համայնքներ եկել, Ռուսաստանի թմերից երեխեք էին եկել, ովքեր որ կոնկրետ երեխեք կան, որ ճանաչում են ու բալետ էին անում կոնկրետ Աշոտին, Արտուրին։ Այդ չեմպիոնական խաղից հետո Գարիկ Ստեփանիչն էլ էր եկել, հայ համայնքի ղեկավարներ, նոր չէինք ճանաչում ճիշտն ասած, բայց
եկել էր, խաղից հետո մոտիկացավ, շնորհավորեց, ուրախացավ մեր հետ, ջերմ ու ինքը իր կողմից կազմակերպեց մի հատ տուր, որտեղ որ երեխեքը պետքա գնային, Starry Park տենց էր կոչվում, էլի, այնտեղ աշխարհի 7 հրաշալիքներն են, որտեղ հենց գիդով այդ գիդը ներկայացնում է հրաշալիքը ու ինչի մասին է, որտեղ որ կար հենց Հայաստանի մասին էլ տեղ կար, Կովկասն էր կոչվում, Կովկասի մասին էլ տեղ կար, ու այնտեղ այդ գիդը ներկայացնում է մեր Հայաստանը, որ երեխեք ավելի ոգևորված էին, ավելի բան էին, որ այդտեղ կա, որ Հայաստանի մշակույթն են ներկայացնում իրանց։ Շատ լավ էր։ Դրա համար շնորհակալ ենք Գարիկ Ստեփանիչից, որ այդ հնարավորություն ստեղծեց, որ երեխեքը Գելնջիկը ավելի лав ճանաչեն։ Славный был человек, он не просто царь в Египте был, а его считали богом, божеством его считали. Древние греки воспевали тело человека. Особенно, если человек занимался физическими упражнениями, у него было красивое тело, вот это тело воспевали. Своих богов они изображали почти всегда так, чтобы очень было хорошо видно, какие мышцы у него, какие у него сильные руки. Поэтому мы видим с вами, что Зевс практически без одежды у нас сидит. Да? Как называется эта религия, когда Бог один? Христианство. Вершинку горы на самом деле была такая гора, которая называлась Арарат. Ну и сейчас есть, да? А помните историю, которая с ней связана, с этой горой Арарат? Какая история? Ной причалил к этой горе, да? Да, на Ноевом ковчеге, он на своем ковчеге причалил к вершинке этой горы. И для того, чтобы вы всегда, когда будете проезжать мимо храма, вспоминали эту историю, вот такие купола делают на армянских храмах. Ուզում ենք շնորհակալություն հայտնենք մեր Գելնջի քաղաքի հայ համայնքի ղեկավար Գարիկ Ստեփանիչին, որ նման հնարավորություն դերեց մեր թիմին ավելի լավ կանչել Գելնջի քաղաքը։ Շնորհակալություն։ Վերջում կազմակերպել էր իրանց մոտ էլի խնջուկ երեխաների համար, երեխեքը գնացին, ուրախացան, էլի բարի համույթով բանասնեց էլի երկբար հայ համայնքի կողմից էլի մրցանակ, գավաթ, իր կողմից պատվոգիր, որ մենք որպես հայ համայնքը, որ ներկայացրեցինք Գելնջիկում, որ լավ հանդես եկանք, դրա համար ինքը շնորհակալություն հայտնեց իրա ու ցանկացավ որ էլի գնանք, էլի կմասնակցենք, որովհետև զգում ենք, որ մենք այնտեղ սպասված ենք ու բոլորը թեկուզ եւ տարվա մեջ 1 կամ 2 կամ 3 անգամ են գնում իրանց մոտ մրցաշարի, սպասում են։ Մրցաշարերը մեր երեխեքին շատ բան է տալի։ Այս պահին այս մրցաշարը այնքանով շատ մեծ բան տվեց, որ ասենք երեխեքի մոտ ավելի վստահություն, դաշտում մեկը մեկին զգալ, այն որ մենք հայ ենք, դաշտում, ասենց ասեմ, մեկը մեկի հետ սկսում է խոսալ հայերեն, որ դիմացի թիմը իրանց չի լսում, մեր առավելությունը հենց այդ է, ասեմ ավելի, որ մենք խոսում ենք իրար հետ հայերեն, ոչ ոք չի հասկանում, մենք իրանք գիտեն օրինակի համար անկյունայինը վերևից պիտի փոխանցում լինի, մենք ասում ենք պիտի խաղարկենք, իրանք չեն հասկանում, որ դա խաղարկելու է։ Այդքանով լավ էր, որ ասենք իրանք պիտի դաշտում շփումը պարտադիր է երեխեքի հետ։ Վերջի խաղը Ֆենիքսի հետ էինք։ Դե Ֆենիքսի ճանաչում ենք, Ֆենիքսի ակումբի հիմնադիր նախագահին ճանաչում ենք, իրանց հետ շփվում ենք ու թիմն էլ գիտենք, որ թիմը գիտես արդեն դա 50% հաղթանակ է։ Դրանից ելնելով մենք վստահ հաղթանակ տարանք 8-2 հաշվով, պարգևատրման ժամանակ կարելի է բոլորին էլ մեր թիմից լինեին բոլորը, բայց դե որ երկրորդ տեղին էլ մի բան պետքա տային, լավագույն դարպասապան մեր կողմից էր, լավագույն պաշտպանը մեր կողմից էր, լավագույն կիսապաշտպանը, լավագույն հարձակվողը, բամբարդիրը, ասեմ ավելին լավագույն մարզիչ մրցաշարին, սա մեր մոտից էր, դրա համար եղավ 4 մրցանակները տվեցին մեզ, դարպասապան ու պաշտպանը տվեցին Վիստային։ Վիստայի հետ էլ մենք իրար հետ էլի շփվում ենք Վիստայի ակումբի կազմակերպիչների, հիմնադիրների, թմի հետ, ասենք, երեխեքը բոլորը սպասում են։ Ասենք Ֆենիքսի հետ խաղին Վիստան մեզի հետ բալ է տանում արդեն։ Այդքան սպասված ենք բոլորի կողմից, որտեվ
բոլորի հետ ընկերություն ենք անում ու մաքուր ընկերություն։ Վիստայի հետ խաղին երկրորդ գոլը Աշոտի Պետրոսյան Աշոտի գոլից հետո արդեն ավելի արդեն իրանք ավելի վստահ եղան, որ всё հաղթելու ենք, կուբոկը իրանցն է արդեն, չեմպիոն են իրանք։ Այդ խաղից հետո արդեն ավելի վստահ էին։ Лучший вратарь турнира Давид Еганян, Виста. Лучший защитник Константин Апостолов, Виста. Лучший полузащитник турнира Кирилл Рожков, Виста. Лучший нападающий Артур Мартиросян, Ашрен. Лучший бомбардир турнира Арташеш Шалаян, Давташен. Главная награда среди футболистов – лучший игрок Ашот Петросян, Давташен. Лучший тренер, тренер чемпиона Вардан Аракелян, Давташен. Второе место, серебряные медали Виста Геленджик, Давташен, Ереван, Армения, чемпионы, первое место! Подходим за медалями! Վերադարձս սենց էր, կազմակերպել էին, ճիշտ ասած ինձ որ ասին, այդ օրը մենք առավոտյան պիտի դուրս գայինք, ասացին, որ ձեզի չենք դիմավորելու, ես զարմացա ոնց չենք դիմավորելու, ասին հա որոշել ենք, որ հենց դաշտում դիմավորենք, ես արդեն գիտեմ, բայց երեխեքին չպիտի ասեմ, որ իրանց չեն դիմավորելու, երեխեքը արդեն պայմանավորում են, խոսում են իրար մեջ, հեսա գնանք, մեզի սենց դիմավորելու են, էլի նույն ձևով, թագով, պսակով, բանով, դոր, զուրնով, սենց իրար մեջ խոսում են, դե ես գիտեմ, հիմա արդեն, որ ասում են, պատրաստվեք, հեսա դուս են գալի, դրներից պետքա դուս գանք, արդեն ամելոտը պասատ կեն, արել է, իչել ենք, որ դուս գանք, հիմա որ դրներից դուս են գալի, երկելով, բանով, սենց յանի, մեկ հետ նայում են, մարդ չկա ու իրանք երկում են, որ երկը չեմպիոն է, չեմպիոն է, չեմպիոն է, հանկած մարդ են ման գալի, հարազատ ոչ մեկին չեն գնում, ասեմ, վաբշե այրեպորտում էդ պային ոչ մի պասատկա չկար, մենակ մեր սամոլյոտների չէ, ում վաբշե դիմավորող մարդ չկար։ Երեխեքին ասել են, գնում ենք, տանում ենք ձեզի Դավթաշենակում, ձեր ծնողներին հեսա կգրենք, որ գան ընդեից դիմավորեն։ Լավ պատրաստվել էին մեր թաղապետով, բանով, բոլորով սենց մարզիչներով, աշակերտներով, սենց ծնողներով, բոլորով սենց ահագին մարդեր, մի 1000 հոգի մարդ էր հավաքվել, որ դիմավոր էր։ Կապ չունի ինչ մրցաշար ես գնացի հաղթե, բայց այս պահին Հայաստանում երևի միակ թիմն է, որ մրցաշարի մասնակցելու ու առաջի տեղով վերադարձել է հետ։ Մրցանակ կուբոկը առաջի տեղով։ Ծնողների ողջավորությունը այնքան մեծ էր, որ այդ պահին որոշել են, որ պիտի ոչ ոք բան չան, երեխաները մտնեն դաշտ, այնտեղ դիմավորեն, սայլուտներ, այտենց ոչմ իրանց համար սեղան։ Դավթաշեն համայնքի ղեկավար պարոն Հովասապյանն էր եկել, այդ փոքր ժամանակ հատկացրել էր, թիմին դիմավորեց, շնորհավորեց
իր կողմից էլ գնդակներ նվիրեց ակումբին։ Դրա համար շնորհակալություն, ասեմ ավելին, որ մենք պատրաստում ենք նոր մարզադաշտ կառուցենք, որտեղ որ Դավթաշեն ակումբը իր սաների հետ ավելի մեծ աշխատանք կփորձի անել, որ ավելի մեծ հաջողություններ ունենա։ Այդ դաշտի հետ կապված պարոն Հովասյապյանն էլ իր մեծ ներդրում ունի, մենակ ինքը չէ, շատ մարդիկ կան, որ արդեն մեր կողմն են ու կողակիցն են, հավատում են այն գործին, որը որ մենք անում ենք։ 199 դպրոցի տնօրենին, Տիկին Բեժանյանին, հանդբոլի խաղային մարզաձևերի դպրոցի ղեկավար տնօրեն պարոն Օրանյանին, շատ են աջակցում։ Իրանք շատ մեծ լումա ունեն դրած մեր ակումբի թե ստեղծմանը, թե ասենք իրակայացմանը։ Շնորհակալ ենք իրանցից բոլորից։ Որ ուզենանք մենք հետևորդներ շատ կունենանք, բայց մեզ պետք չեն հետևորդները շատ, մեզ պետք է մեր կողակիցները։ Ուզում եմ բոլորը հավատան, որ մենք ճիշտ գործ ենք անում, մեր կողքը լինեն, ու հաստատ հաջողություններ կունենանք։ Ոգևորված եմ, այս հաղթանակներով պատրաստում ենք կոնկրետ նոյեմբերին համ Էլիտնիոնից հրավեր ունենք այս պահին, մտածում ենք որտեղ գնանք, ու ունենք հրավեր Russia Cup, տենց է անունը, Ռուսաստանի կուբոկ, կարծիքով երկու տեղն էլ կարելի է գնալ, բայց կորոշենք երևի միտեղ 14 թվերը կգնան, միտեղ 12 թվերը կգնան արդեն հանդես գալու։ Չէ, ամեն ինչ անելու ենք, որ մեր երեխաները ավելի լավ զարգանան, չվախենան, ավելի վստահ լինեն, որտեվ այս պահին մեր Հայաստանի հավաքականին, մեր երեխաներին էդ է պետք, որ իրանք անընդհատ մրցաշարերի մասնակցեն, ավելի վստահ հանդես գալու համար։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ձեռք է բերել ազգային ծրագիր, այդ ազգային ծրագիրը պետք է օգտագործել։ Ճիշտ է, մենք ունենք, մենք դրանով աշխատում ենք ու դրա համար մեր մոտ հաջողություն կա։ Մենք պատրաստում ենք 14 ու 13 թվականի ծնված երեխաներին միացնենք իրար հետ ու մի տարի մեծերի մեջ խաղանք, 13 թվականի մրցաշարի մեջ խաղանք։ Կարծիքով այտենց ավելի լավ կլինի ու ավելի օգտակար կլինի երեխաների համար։ Այս պահին, ասենք 15 թվերն էլ մեր Հայաստանում էլ լավագույններից են։ 12-ները, 12-11-երով մենք մի տարի մեծերի մեջ ենք խաղում, 11 թվերի մեջ ենք խաղում։ Ներքին առաջնությանը նույն ձև էլի թմերը կավելացնենք, փորձենք ավելի շատ թմերով հանդես գանք։ Կախված է այդ դաշտից, որ ասեցի, այդ դաշտը երբ որ եղավ, մենք էլ ավելի վստահ կարանք արդեն ոչ թե 1-2, այլ 3 թմով հանդես գանք մի տարեկան խմբի մեջ, որ ասենք երեխաները ավելի խաղով են փորձ ձեռք բերում, էլ այդ խաղերը հնարավորությունը, հետո մենք որ բարձրանում ենք վերև, ինչքան որ տարիները անցնում է, մեծանում է թիմը, երեխեքը պետք է արդեն լավ վիբր ունենանք, էլի, հաստատ հետագայում։ Ոնց որ մենք հիմա սկսել ենք ու հասել ենք ինչ-որ մի կետի, մեկ էլի բարձրանում ենք, փորձում ենք էլ ավելին անենք, կուզենայի, որ բոլոր համայնքներում գոնե մերպես էլի նվիրված տղերք լինեին, ովքեր որ իրանց գործին նվիրված կլինեն ու հայաթից երեխեքին կտրեն, կբերեն սպորտ դեպի ֆուտբոլ, որտեղ երեխեքը ոչ կծխեն, ոչ ուժանությամբ կզբաղվեն, ոչ էլ բան, այլ կդաստիարակվեն, կրթվեն, կդառնան մեր պետության ավելի լավ ու պիտանի մարդիկ։
Վիստակապի կազմակերպիչ Յուրին այս մոտակա ժամանակներս գալու է, որոշում ենք Arm Cup արդեն 2025 կազմակերպենք, 24 թվականին կազմակերպեցինք, շատ հաջողություն ունեցանք, նույնը ուզում ենք այս 25 թվականին անենք, Յուրին ասում է ավելի լավ կլինի հոկտեմբերի արձակուրդերին կազմակերպենք ստեղ այդ մրցաշարը, որ համ դրսից կարողանանք թմեր շատ բերենք, համ էլ մեր ներսի ու նման մրցաշարեր պետքա շատ լինեն։ Երբ որ շատ լինեն, մենք համ մեր ֆուտբոլը կզարգանա, համ երեխեքը կզարգանան, Եվրոպա, Ռուսաստան կապ չունի։ Մրցաշարի շատ պիտի մասնակցենք, որ մեր երեխեքը զարգանան։ Մեր երեխեքը որ զարգանան, մեր ֆուտբոլը կզարգանա։ Կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան աջակցեն, օգնեն, հովանավորություն առաջարկեն, մենք դեմ չենք, մենք ուրախ ենք ու կընդունենք, անպայման կընդունենք այդ առաջարկները, որ ավելի լավ հանդես գանք։ Դավթաշեն առաջ, Դավթաշեն չեմպիոն։ Առաջ Դավթաշեն չեմպիոն։ Դավթաշեն առաջ, Դավթաշեն չեմպիոն։ Դավթաշեն առաջ, Դավթաշեն չեմպիոն։ Դավթաշեն առաջ, Դավթաշեն չեմպիոն։ Առաջ Դավթաշեն չեմպիոն։ Դավթաշեն առաջ, Դավթաշեն չեմպիոն։ Դավթաշեն առաջ, Դավթաշեն չեմպիոն։ Մի քիչ զվարճալի բան է, ամեն առավոտյան որ հելում ենք, գնում ենք աերոբիկա։ Հիմա Փյունիկը որ եկել էր մրցաշարին 15 թվերով Փյունիկն էր մասնակցում, դե ծնողները նստած են մարզի չբան առավոտ հելում ենք, մենք գնանք այդ աերոբիկայի, մեկ էլ բա այսօր եք գնում ես առավոտով, ասում ենք աերոբիկա է։ Մտածեցին կատակ ենք անում ծիծաղով, բայց ամեն առավոտ գնում ենք աերոբիկայի, հետ մենք այնտեղ բարում էին, բան էին անում, դե ինձ պլյաժում այդ էր զարթնացնում ենք մենք մեկանները։ Շատ լավն է։